Հայ հրաձիկները շարունակում են հաղթարշավը Էստոնիայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Հերթական ոսկին տղամարդկանց թիմային պայքարում է։ Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան տրիոն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում։ Մեր թիմը վաստակեց 1719 միավոր ապահովելով Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին աշխարհի այս առաջնությունում։ Անհատական պայքարում էլ ոսկեր նվաճել Հայկ Մինասյանը, ոսկի ունենք նաև երիտասարդների մրցակցությունում։ Հայ ֆուտբոլիստը 2 գոլ է խփել եւ 1 ասիստ կատարել Բաքվում Մինսկի Դինամոն կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում հյուրընկալվել էր Նեֆչին եւ տպավորիչ քամբեկ արեց 0-2-ից հետո։ Բելարուսական թիմի կազմում դուբլ ձևակերպեց Կարեն Վարդանյանը։ Նա նախ 36-րդ րոպեին կրճատեց հաշիվը, ապա 53-րդ րոպեին առաջ մղեց Դինամոյին։ Բելարուսական թիմը հաղթեց 4-2 հաշվով, իսկ այսօր հայկական 3 թիմ մեկնարկում է կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Երևանի Փյունիկը ուժերը չափում է հունգարական Դեբրեցենի հետ, Ալաշկերտի մրցակիցը ռումինական Կլուժն է, իսկ Հայաստանի փոխ-չեմպիոն Նոան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մրցում է Զիմբրուի հետ։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը Մոլդովա է հասել 3 եւ նախախաղային մարզում անցկացրել հորդառատ անձրևի ներքո։ Մարզիչը եւ ֆուտբոլիստները վստահեցնում են, որ թիմը պատրաստ է եվրագավաթային խաղերին։ Թիմը շատ լավ է պատրաստվել առաջիկա խաղին։ Եվրագավաթային մրցաշրջանին պատրաստվում ենք արդեն 1 ամիս, ունեցել ենք հագեցած ուսումնամարզական հավաք, վերլուծել ենք մրցակցի խաղը։ Մեր խնդիրն է հաղթել այս դիմակայությունում։ Մեզ հետ մեծ հույսեր են կապում, ամեն ինչ կանենք, որ արդարացնենք։ Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ մենք շատ կարևոր ֆուտբոլիստների կորցրինք, բայց նաև համալրվել ենք որակապես շատ բարձր մակարդակի խաղացողներով։ Նրանք ընդունել են Նոայի փիլիսոփայությունն ու շատ լավ են ադապտացվել թիմին։ Մենք մինչև այս մի շարք ընկերական խաղեր ենք անցկացրել, որոնք հնարավորություն են տվել պատշաճ պատրաստվել կոնֆերենցիաների լիգային։ Նոան այս դիմակայությունում ֆավորիտ է համարվում։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Աբովյանում։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։